Ստեփանակերտում ավերվել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, ով է Փաշինյանի բացահայտ հովանավորը Եվրոպայում։ Արդյոք այս օրերին Հայաստանում առաջացած եվրոպական աժիոտաժը Հայաստանին մոտեցրեց Եվրոպային։ Փաշինյանի անկեղծ խոստովանությունը։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, իսկ սրանք հիմնական թեմաներն են, որոնց մասին խոսելու ենք այսօր։ Բայց մինչ հիմնական թեմաներին անցնելը, ավանդական շնորհակալությունս իմ յութուբյան ալիքի հին ու նոր բաժանորդներին, իսկ այս նախագծին հավատալու եւ աջակցելու համար շնորհակալություն Իվան Ավանեսյանին։ Հերթական տխուր, բայց ոչ անսպասելի լուրը Արցախից։ Ստեփանակերտի հուշահամալիրում ավերվել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգակատուն հուշարձանը։ Այդ մասին ահազանգը հնչեցրել ու կից ապացույցներ են ներկայացրել Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ Սպիտակ մարմարից կառուցված զանգակատունը ներառում էր նաև մասունքարան, դեր զորից բերած մարդկային մասունքներով։ Արբանյակային լուսանկարները հրապարակվեցին հերթական, որը ցույց է տալիս, որ Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող զանգակատունը, որը ցեղասպանության 100-ամյակին էր նվիրված, ոչնչացվել է, եւ այս տեղեկատվությունը տարածվում է Երևանում մեկնարկած ֆորումին զուգահեռ, եւ սա վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք հերթական մշակութային ցեղասպանության դեպքի հետ, եւ սա ոչ միայն մշակութային ցեղասպանություն է, այլ նաեւ հարված է հայկական մշակութային ինքնությանը, եւ այս հանգամանքը տեղի է ունենում ընդամենը հաշված օրեր առաջ, ապրիլի 24-ին մենք նշեցինք հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը, այն հիշողության ֆայլերը, որոնք առանցքային նշանակություն ունեն, եւ սա տեղի է ունենում միջազգային կազմակերպությունների եւ կառույցների թողտվությամբ, անգործության պայմաններում, երբ որ միջազգային կազմակերպությունները բավարարում են միայն արարողակարգային արտահայտություններով եւ խոսքերով, եւ սա արձանագրվեց նաեւ այն դեպքից հետո, երբ որ ընդամենը վերջերս փաստագրվեց Դարձյալ Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու եւ Մայր տաճարի ոչնչացումը։ Վերադառնանք Երևանյան առօրյային, շարունակվում է Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան։ Մակրոնը մայիսի 5-ին բարձրացել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Մի տեսակ ակնհայտ կոնտրաստ կա Ստեփանակերտում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ավերման լուրի ֆոնին, բայց կարծում եմ համընկնումները ամենայն հավանականությամբ պատահական են։ Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր անջնջելիին հանդիպման, որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի,
Այդ մասին գրել է Էմանուել Մակրոնը, Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին, լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը եւ խլված բազմաթիվ կյանքերը, հայերեն գրել է Ֆրանսիայի նախագահը։ Իսկ գիշերն ավելի աշխույժ էր անցել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացած հանդիպումը ակամա համերգի է վերածվել։ Փաշինյանը նվագում է, Մակրոնը երգում, իսկ դաշնամուրի մոտ կանգնած պատկառելի պարոնը ամենևին էլ դաշնամուրի դասատուն չէ, այլ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Բոլորին միավորում է Ազնավուրը։ Մակրոնի հայաստանյան այցին դեռ կանդրադառնանք, մինչ այդ համաեվրոպական թեմաների մասին։ Այսօր կայացել է Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, որի ավարտին նաև փաստաթղթեր են ստորագրվել, բայց մինչ այդ բարձրաստիճան հյուրերի դիմավորման արարողությունն է կայացել։ Հայաստանի Հանրապետությունն ու Եվրամիությունը այժմ ավելի մոտ են, քան երբևէ մենք լավ առաջընթաց ենք գրանցել վիզաների ազատականացման հարցում, մեր ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն իսկ նախատեսվել է 2.5 միլիարդ եվրո ներդրումների հոսքն ապահովելու համար, ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվ իսկապես Հայաստանը եւ Եվրոպական միությունը ավելի մոտ են, քան երբևէ եղել են։ Մենք լավ առաջընթաց ենք առասարակում դեպի վիզաների զերծ ճամփորդությունների Եվրոպայի Հայաստանի միջև ներդրումային հոսքեր ապահովելու համար 2.5 միլիարդ եվրո արդեն մեր ներդրումային ծրագրում նախատեսված են գլոբալ դարպասներ համանտակ։ Այս գագաթնաժողովով մենք նոր մակարդակի ենք ոտնակողում մասնավորապես մեր համագործակցության մեջ, նոր փոխկապակցության գործընկերության համատեքստում։ Հայաստանը իսկապես, ինչպես դուք ասեցիք, ամենակարճ երթուղին ապահովում Կենտրոնական Ասիա դեպի Կենտրոնական Ասիա եւ Կասպյան ծով Եվրոպայի հետ։ Նախկինում պատերազմի եւ աշխարհական նկատառումների բերումով այդ երթուղին փակ էր։ Այժմ դուք դա փոխում եք շնորհիվ ձեր խիզախ ընտրության հանուն խաղաղության եւ ավելի մեծ ինտեգրման եվրոպական ցանցերի մեջ։ Դրա միջոցով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն նոր առևտրային ուղիների, մանավանդ կրիտիկական հումք հումքի տեսակից։ Եվրոպան պատրաստ է օժանդակել եւ ֆիզիկական ենթակառուցվածքով, որտեղ այդ ապրանքները եւ հումքը պետք է տեղափոխել, մենք պատրաստ ենք տեղական էներգետիկ արտադրության եւ էներգետիկ կապերի տեսանկյունից օժանդակել սերտովի միջոցով եւ նաեւ ձեր ծաղկող եւ փթող թվանշային ասպարեզը ինտեգրելու եվրոպական թվանշային ասպարեզի մեջ հետագա աճի եւ զարգացման։ Ուկրաինայից դեպի Իրան ամբողջ տարածաշրջանը ցնցվում է պատերազմից, մինչդեռ այստեղ հարավային Կովկասում այլ պատմություն է, այլ իրավիճակ է։ Նոր կոնֆլիկտների դարաշրջանում դուք դարմանում եք հին վերքերը եւ մենք ուզում ենք ձեզ օժանդակել ի ցույց դնելով այն, որ
Խաղաղությունը հանգեցնում է բարեկեցություն։ Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գագաթնաժողովի ավարտին փաստաթղթեր են ստորագրվել ու հայտարարություններ արվել։ ԵՄ տնտեսվարողներին հրավիրում է Հայաստան, ինչ է փոխվել Հայաստանի Հանրապետությունում եւ տարածաշրջանում, ինչու է Եվրամիությունը փորձում ամբրանալ Հարավային Կովկասում։ Հայաստանը դարձել է Եվրոպայի եւ Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց։ Եվրոպական միությունը Հայաստանի եւ ավելի ընդգրկուն տարածաշրջանի համար խոշոր երկարաժամկետ գործընկեր է հանդիսանում։ Ավելի ուժեղ տրանսպորտային, էներգետիկ եւ տնօրինային փոխկապակցվածության միջոցով մենք կարող ենք վստահություն խրախուսել, աշխատատեղեր ստեղծել եւ հարևաններին մերձեցնել համատեղ բարեկեցության միջոցով, որը տևական խաղաղության ամենից արդյունավետ հիմքն է հանդիսանում։ Հայաստանը կարող է ապավինել Եվրոպական միությանը այս փոխակերպող ուղին միասին անցնելու համար։ Մենք հավասարապես հանձնառու ենք աջակցել Հայաստանի դիմակայությանը եւ ազգային անվտանգությանը։ Հայաստանում Եվրամիության նոր գործընկերության առաքելությունը կօգնի ամրացնել ճգնաժամերին արձագանքելու կարողությունը եւ կնպաստի երկրի երկարաժամկետ կայունությանը։ Ավարտելով գագաթնաժողովը կցանկանայի ընդգծել մեր համատեղ առաջընթացի նվաճումները։ Մեր հետապնդած ընդհանուր նպատակները՝ կայունություն, ժողովրդավարություն, խաղաղություն եւ Հայաստանի համար բարեկեցություն։ Մենք շարունակելու ենք ուղղորդել մեր ջանքերը հետայսու, վարչապետ Փաշինյան, կրկին շնորհակալություն եմ ձեզ հայտնում մեզ հյուրընկալելու համար եւ մեր քննարկումների համագործակցային ոգու համար։ Մենք խրախուսում ենք եվրոպական ընկերությունների ներդրումներ անել այստեղ, որտեղ կա կադրային պոտենցիալը եւ հնարավորությունները համատեղվելով Հայաստան հենց այնտեղն է, որտեղ պետք է դուք բոլորը լինեք։ Երկրորդ գերակայությունը, որ այսօր քննարկում ենք, ավելի ամուր համագործակցությունների անվտանգային ոլորտում, եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում մենք ողջունում ենք Հայաստանի զինուժին, բայց Հայաստանը պետք է նաեւ դիմակայի հիբրիդ սպառնալիքներին, միջամտություններին, ինֆորմացիոն դաշտի մանիպուլյացիաներին եվրոպական մեր գործընկերությունը ձեզ նպաստել է դեմն առնելու այդ հիբրիդ սպառնալիքների եւ ապատեգացման մի բան բացարձակապես հստակ է։ Միակ լեգիտիմ աղբյուրը իշխանության այս երկրում հայ ժողովրդի կամքն է։ Երրորդ գերակայությունը համագործակցությունն է վիզայի քաղաքականության եւ ներքին գործերի ասպարեզում, վիզաների ազատականացումը գերակայություն է, որը խորապես կարևորում է հայ ժողովրդի կողմից եւ իրավացիորեն այդպես։ Քանի որ մենք ուզում ենք իրար մոտեցնել մեր ժողովուրդներին, հաճույքով ներկայացնում ենք առաջին առաջընթացի զեկույցը։ Շնորհավորում ենք այն խիստ դրական բնույթ ունի, լավ աշխատանքը եւ առաջընթացը արձանագրելով անցյալ նոյեմբերից ի վեր եւ մենք միանգամայն վստահ ենք, որ մենք սա կանենք։ Մենք ընդհանրապես սովոր ենք հարցերը թվագրել եվրոյով, դոլարով, դրամով, բայց այս նախադասությունը արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհ անցնում է Հայաստանի Հանրապետության միջոցով տասնյակ հարյուրավոր միլիարդների եւ տրիլիոնի արժեք ունի։ Միայն այս նախադասությունը սա նշանակում է ամենաբարձր մակարդակով ազդակ միջազգային ներդրումային համայնքին, որ այստեղ տասնյակ միլիարդների, եթե ոչ հարյուրավոր, ոչ տրիլիոն, ես այդ հաշվարկներից լավ չեմ, պոտենցիալ կա։ Եվ մենք շնորհակալ ենք Եվրամիության մեր գործընկերներին այդ պոտենցիալը նաև մեզ համար բացահայտելու համար, որովհետև շատ հաճախ է պատահում, որ մենք այն շուր ակնհայտ մեր աչքի առաջ մենք դա պարզապես չենք նկատում։ Վերադառնանք Մակրոնի այցին, պետական ընդունելություն է կազմակերպվել Ֆրանսիայի նախագահի պատվին։ Նախորդին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում ոչ միայն ինքնաբուխ համերգ է եղել, այլև մեդալների բաշխում, այն էլ բավական ծանրակշիռ, փառքի շքանշան Մակրոնին, պատվո լեգիոնի մեծ շքանշան Փաշինյանին եւ Խաչատուրյանին։
Մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը ստորագրեցին Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։ Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի ստորագրման համար պատիվ ունեմ հրավիրելու Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնին։ Pour la signature de la déclaration conjointe sur l'établissement d'un partenariat stratégique entre la République française et la République d'Arménie, j'ai l'honneur d'inviter M. Emmanuel Macron, président de la République française, et M. Nicole Pachinian, Premier ministre de la République d'Arménie. Ինչ տվեց, այսպես ասենք, եվրոպական շաբաթը Հայաստանին, արդյոք Հայաստանը դարձավ ավելի մոտ Եվրոպային եւ որքան մոտ կարող են լինել այդ հարաբերությունները։ Հարցը հնչել է Երևանում, հեղինակն էլ ֆրանսիացի լրագրողներից մեկն էր։ Փաշինյանը իր սովորությանը հակառակ այս անգամ պատասխանել է շատ կարճ։ Պարոն նախագահ, բարև ձեզ, պարոն վարչապետ, Ռադիո Ֆրանս, պարոն վարչապետ, հարցս ուղղում եմ ձեզ։ Ձեր կարծիքով մինչև ուր դուք կարող եք գնալ Եվրոմիության հետ մերձեցման առումով, նույն մակարդակին հասնելու Ռուսաստանի հետ ձեր հարաբերություններում եւ արդյոք հնարավոր է ինտեգրել Եվրոմիությունը։ Առաջին հարցին ես պատասխանել եմ 2000, եթե չեմ սխալվում, 23 թվականին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանը լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրոպական միությունը հնարավոր կհամարի։ Փաշինյանը գերադասեց խոստումներ չտալ ընտրություններին ընդառաջ։ Ի դեպ, սա գուցե անակնկալ էր եվրոպացիների այցը որպես ՔՊ-ի քարոզարշավի մաս դիտարկող անդիմության համար, բայց ամեն դեպքում խոստումներում միշտ շռայլ Փաշինյանը այս անգամ գերադասեց ավելորդ ոգևորություն չցուցաբերել։ Եթե անկեղծ, սա ավելի իրատեսական մոտեցում է։ Ի վերջո, նույն եվրոպացիները չեն էլ թաքցնում ու Երևանում չթաքցրեցին, որ իրենց հենց եվրոպացիների համար այսօր տրանսֆորմացիայի շրջան է, որը կարող է տևել տարիներ։ Այս պահին առավելագույնը, որ կարող է ակնկալել Հայաստանը եվրոպացիների հետ ակտիվ գործընկերության ապահովումն է։ Դե փաստացի կողմերը հենց դա էլ ամրագրեցին։ Բայց շատ մի տխրեք, Փաշինյանը առանց նախընտրական նվեր չմնաց, նվերի հեղինակն էլ չեք զարմանա Մակրոնն էր։ Ֆրանսիայի նախագահը բացեիբաց հայտարարեց, որ ստանձնում է Փաշինյանին աջակցելու պարտավորությունը։ Դուք խոսեցիք ռուսական միջամտության մասին Հայաստանում անցկացվելիք ընտրություններում, արդյոք դուք աջակցում եք այստեղ Երևանում վարչապետին ընտրություններից մեկ ամիս առաջ, արդյոք ձեր այդ աջակցությունը նույնպես օտարերկրյա միջամտություն չէ։ Շնորհակալություն։ Պետք է տեսնել, թե որոնք են միջամտությունները, որոնք փորձում են մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդավարական կյանքը բաց երեսով, քաղաքական ստանձնվող որոշումներով եւ դիրքորոշումով։ Ես ստանձնում եմ այս աջակցությունը, ես ստանձնում եմ այս գործընկերոջը, որին վստահում եմ 8 տարի ի վեր, ինչպես անում եմ, արել եմ Մայա Սանդուի աջակցելով, Մայա Սանդու, որը դիմակայում էր ոչ եվրոպական ընտրություն, եւ ես ստանձնում եմ լիովին այս որոշումը, այսինքն պաշտպանել Եվրոպան, Եվրոպայի որոշումները գալով այստեղ, բայց դա նույնը չէ, ինչ այդ փոխազդեցությունները, այդ տեղեկատվության մանիպուլյացիան, ԶԼՄ-ների միջոցով, կեղծ տեղեկատվություն տարածելու միջոցով, փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Տարբերությունը սրանում է եւ բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են
են շատ պետության ղեկավարներ աջակցել են, գնացել են աջակցելու Մոլդովային, չի կարելի խոսել այստեղ միջամտության մասին, այստեղ բաց երեսով միջամտություններ եւ ի հակառակը կան այլ միջամտություններ օտարերկրյա գործակալների միջոցով, Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես տալիս եմ իմ հաստարկները, ես մասնակցում եմ ժողովրդավարությանը որպես Ֆրանսիայի նախագահ։ Ես չեմ կեղծում, ահա այդ տարբերությունը կարևոր է դա հիշել։ Մակրոնը Փաշինյանին կաջակցի ներքին, թե արտաքին մրցակիցների դեմ պայքարում, սա այս թեմայով ինձ հետաքրքրող առաջին հարցն է, որի պատասխանը անկեղծ ասած չունեմ։ Փաստացի Հայաստանում սպասվող ընտրությունները դարձան բավական հետաքրքիր նաև արտաքին քաղաքականության առումով, իշխանության ու ընդդիմության հետ անթաքույց պայքարի մեջ մտան առնվազն երկու գերտերություն՝ Ֆրանսիան ու Ռուսաստանը։ Մակրոնը Փաշինյանին է պաշտպանում, թե ում է պաշտպանում Պուտինը, թողնում եմ դուք գուշակեք։ Պարզապես հուշեմ, որ Պուտինի ֆավորիտը կարծես Փաշինյանը չի։ Այս թեմաների հետ կապված զարգացումներ կարծում եմ կտեսնենք առաջիկա օրերին եւ կխոսենք դրանց մասին։ Մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ կհանդիպենք։